Քո ամեն։ Դուք Քրիստոսի մարմինն եք եւ անդամներ առանց նավար։ Եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները։ Իսկ եթե մի անդամ հարավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ Քրիստոս։ Սուրբ Հատեոս եւ Սուրբ Բարթոլոմեոս առաքյալների մեր ժողովրդի ավետարանապետների այս սրբազան մենք կրկին կանգնած ենք այն սրբազան հիմքի վրա, որ մեզ դարձրել է այն, ինչ որ այսօր ենք, Աստծո կողմից կանչված, Քրիստոսով վերածնված եւ հենց առաքյալների քարոզած հավատով ձևավորված մի ազգ։ Մեր հովանավոր առաքյալները Հայաստան եկան ոչ թե որպես քաղաքական գործիչներ, ոչ թե որպես նվաճողներ, այլ որպես ավետարանի քարոզիչներ, որոնց քարոզով է ծնվեց մի ազգ։ Այսօր մենք հավաքվել ենք խորը խառնաշփոթի եւ ցավի մի իրավիճակում։ Եկեղեցին ներսից վերավիրավորված է եւ դրսից ջնջումների տակ։ Հանրային անվստահությունը մեծ է։ Պետությունը մերարտում է, եկեղեցին պաշտպանում է, կասկածն է լցրել մթնոլորտը։ Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է թագողությունների եւ կասկածների հոգորիքի մեջ, որոնք հնչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ քայքայություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների եւ հուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը քաղաքական օրակարգերը վեր քաշելով ավետարանից եւ եկեղեցու գործունեությունից կպաշտպանի նաեւ ոսկով ու հոգով։ Մեծ քայքայություն է նաեւ, որ բողբողված ոսկին պետք է պատասխանել բողբողման, մեղադրանքին մեղադրանքով, արհամարանքին արհամարանքով։ Բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ով ենք մենք։ Այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք։ Եվ հենց այդպիսի բախին է, որ Պողոս առաքյալը ասում է իր դիպուկ ճշմարտությունը։ Դուք Քրիստոսի մարմինն եք եւ յուրաքանչյուրը նրա անդամ։ Եթե մեկ անդամ դարավում է, բոլորը միասին են դարավում։ Իսկ եթե մեկ անդամ պայծառացնում է, բոլորը միասին են ուրախանում։ Առաքյալի խոսքերը մեզ օտար չէ։ Դրանք հնչել են մեր ժողովրդի պատմության յուրաքանչյուր տարում, մոտ 2000-ամյակ, Պարսկաստանի, Բյուզանդիայի, խալիֆայությունների, սելջուկների, մոնգոլների, Օսմանյան կայսրության եւ սովետական միության ծանր տարիների։ Եվ մեկն են տարածում, բոլորը միասին են տարածում։ Մենք պահել ենք մեր թանկագին Աստծո Սուրբ եկեղեցին ոչ թե ուժով, այլ համատեղ տարածքով, համատեղ հավատքով։ Մենք պահել ենք միմյանց անավարներից մինչև աքսորներ, մինչև ցեղասպանություն, մինչև լուր հալածանքներ։ Մենք չենք ապրել, որովհետև ուժեր ենք, այլ որովհետև մեկ մարմին ենք, մեկ եկեղեցի, մեկ աղոտ, մեկ դեսին, մեկ հույս, խաչյալ եւ հարություն արած Քրիստոսում։
Եվ ահա այսօր, երբ ոչ մի օդար հզոր գայսրության չի արգելում մեր հավատքը, մենք ինքներս մեզ ենք խեղդում։ Մեր խոսքով, մեր կասկածներով, հետյուրանների տարածման, խմբավորություններով։ Եթե մեկը տարածում է, բոլորը միասին են տարածում։ Սա արարք չէ, սա իրականություն է։ Քրիստոսի մեջ մենք պարզապես անհատների մի ամբողջություն չենք, ոչ էլ պարզապես ասկ, եթե անգամ այդ ասկը մեծ ու հպար է։ Մենք մեկ մարմին ենք, մեկ շունչ, մեկ հույս, մեկ ճակատագիր ենք։ Երբ եկեղեցին ներադրում է արդարացի թե ոչ, չարչարանք ենք գրում բոլորս։ Երբ մի հոգևորական առաքինության սայթաքի բոլորս ենք ցավովում։ Երբ պետությունը անցնում է իր սահմանները, բոլորս ենք դժում։ Երբ հոգևորականները փանդարվում են, դա հայտարարություն է ամբողջ ազգի համար։ Երբ մարդիկ խաբում են միմյանց, բոլորս ենք խոսում։ Երբ աբերությունը տարածվում է շուքերով և էկրաններով, բոլորս ենք այրում։ Հետևաբար, երբ ժողովուրդը որևիցե կողմից ոլորվում է, վախենում, գամնոտվում ադելության, պիտի վճռականորեն հրաժարվեն սնուցելու այն շարի ոցերը, որ վարում են մեր մեջ, որպեսզի բոլորս միահամուր չգլանվենք բորբոքված հրդեհում։ Մենք չենք կարող ձևացնել, որ մենք մարմին ենք, երբ մեր սեփական անդամներն են պատահորում։ Այսօր Սուրբ Հատեոս և Բարթոլոմեոսի տոնին մենք կոչված ենք վերադառնալու մեր ամենաբարձր ինքնությանը, այն արժանապատվությանը, որ մեր առաքյալները ազում սերունդների փոխանցեցին։ Դա այս կամ այն հանրապետության քաղաքացիներ լինելը չէ, դա որևէ կուսակցության կողմնակից լինելը չէ, դա որևէ երկրային հաստատության պաշտպան լինելը չէ, այլ կենդանի Աստծո որդիները, մգրտված Քրիստոսով, որովհետև յուրաքանչյուր զրպարտության խոսք, յուրաքանչյուր վիրավորան սոցիալական ցանցերում, յուրաքանչյուր արհամարան կրանում ոչ միայն մեղք է, այլ վերք է հաստված Քրիստոսի սուրբ մարմին։ Մեր շուրջը նայեք սիրելիներ, ուշադրություն դարձրեք մեր հասարակական խոսքի որակին, կասկածը, բարդությունը, գրեհիկ խոսքերը, անպատկար վիրավորանները, սրանք առաջին քրիստոնյա ազգի ժողովրդի ձայնը չեն։ Ոմանք եկեղեցու մեղքերը կամ ցախողումները օգտագործվում են արհամարանքի արդարացման։ Ոմանք քաղաքական ջնջումները դարձնում են ադելության առիթ, մյուսերը սարում են տարբերության, հիասթափության կամ անտարբերության մեջ։ Բայց երբ մեր աչքերը հեռանում են Քրիստոսից, մենք անխուսափելիորեն ընկնում ենք մեր մարդկային ամենացածր վնասների գիրկը, որը ձևավորված է վախով, հարգության և բաժանման։ Խոնարհության փոխարեն զտվում է հպարտություն և անպարտավորություն, ճշմարտություն որոնելու փոխարեն բամբասանքի հաշույթ, քրտասրտության փոխարեն թշնաման, միաբանության փոխարեն բեգորներ։ Սա Սուրբ Հատեոսի
և Սուրբ Արգևերիոսի ժառանգությունը չէ, սա Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժառանգությունը չէ, սա մեր սրբերի ժառանգությունը չէ, ոչ էլ այն սերունդների ավանդն է, որոնք պահեցին հավատքը քարայրներում, անապատներում, բաններում, ցեղասպանության և աքսորի տարիներին։ Մենք գոչված ենք արևելին, մենք գոչված ենք ավելի բարձրին։ Մեր առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային կարգի խոստումներով, նրանք եկան միայն Հիսուս Քրիստոսի և իր թագավորության հույսով ու սիրով, և այդ ավետարան ունկած հեթանոսական զոհասեղանների ներքում երկրում, ինչպես այսն է ինձնից 10 մետր երկեր, հենց առաջին քրիստոնյա ազգը, ծնեց առաջին քրիստոնյա ազգը։ Սա մեր իրական գանձն է, սա է մեր ժառանգությունը, սա է մեր բարձրագույն ինքնությունը, սա է Հայաստանի հոգին։ Երբ եկեղեցին առողջ է, երբ հոգևորականները քաջ ու հավատարիմ հովիվներ և առաքյալներ են, երբ մենք բոլորս Քրիստոսի օրինակով ենք ապրում, Հայաստանը բարձրանում է։ Երբ եկեղեցին վիրավորված է, երբ մարդը մարդուն թեմ է դուրս գալիս, երբ մոռանում է Քրիստոսին, Հայաստանը դարանում է։ Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են մեզ, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակներ չեն, այլ հոգևոր հարություն, ինչպես նաև գարեջության ադելությունը հաղթելը և սրբության ապրելը և հավատարիմ մնալ այն միակին, որ շնորհում է մեզ կյանք, հույս և հավիտենականություն։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Նախ պետք է ապաշխարենք։ Պետական պաշտոնյաներ, հոգևորականներ, աշխարհականներ, ամեն մեկս պիտի քննենք մեր սիրտը։ Որտեղ սխալվեցինք, ում վիրավորեցինք, ինչ կամ ում հարաբեր հասեցինք ամենաբարձրյալի կարգից ու իշխանությունից։ Երբ ենք մենք եսասիրական շահեր հետապնդել, ազգին և եկեղեցու փառավորության փոխարեն։ Երկրորդ, պիտի մերժենք բաժանման թույնը։ Չպիտի թողնենք, որ քաղաքական խոսքերը որոշեն մեր հարաբերությունները։ Միմյանց պիտի վերաբերվենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես մեկ մարմնի անդամներ, որպես Քրիստոսի հարազատ քույրեր և եղբայրներ։ Երրորդ, պիտի հիմնվենք ավետարանի վրա, եկեղեցին պիտի նորոգվի, ևս ավելի սրբվի ու քաջ լինի, ժողովուրդը խոնարհ, աղոթող, հաստատուն։ Մենք հոգևորականներս գրկապատկված ապավինության Քրիստոսին և նրա ժողովրդին, և բոլորս միասին պիտի վկայենք ճշմարտությունը, որ Քրիստոսն է, մեր խաղաղությունը, մեր լույսը, մեր միասնականությունը, մեր փրկությունը։ Սիրելիներ, մենք ժառանգել ենք աներևակայելի, հրաշալի և անհավանական մի ժառանգության, բայց այս սերունդը վտանգի տակ է դնում այն, ոչ թե օտարական թշնամական սրերից, այլ անտարբերությունից, բաժանումից, բարկությունից ու զանցարությունից։ Մեր սուրբ առաքելական եկեղեցին բարձրապես հիասմունքի առարկա չէ, այլ կոչված է վերակենդանացնելու։ Չպիտի վերածենք այն թանգարանի,
Փարավոր անսյալի հուշարձանի։ Պիտի նորոգենք ու հաղորդենք նրան կյանք ու սեր, որպեսզի Աստծու սուրբ հոգին կյանք հաղորդի նաև մեզ նրա սուրբ միջոցով։ Չպիտի թողնենք, որ մեր առաքելական սուրբ եկեղեցին վերածվի աշխարհի գառույցին, խրջված անպետք վաճառակների, քաղաքական պայքարների ու քայքայիչ շեղումների, այն պիտի արժանացնենք Քրիստոսի մարմին, որ մենք ենք, որն էլ երկրի վրա ագործումն է Աստծո թագավորության, մշակելով հավաք, հույս և սեր։ Մեր ժողովուրդը ազգը երբեք չի պայծառանա առանց իր հոգու, իսկ Հայաստանի հոգին է մեր սուրբ առաքելական եկեղեցին։ Քրիստոսով գլխավորված, որն էլ դոնախմբելով ապրում են այն ավետարանը, որ բերվեց Հայաստան Սուրբ Թադեոս և Սուրբ Պատերբոմսի կողմից։ Իմ սիրելի ժողովուրդ, Սուրբ Թադեոսի և Բարտոլոմեոսի այս տոնին վերադառնանք մեր առաջին սիրուն Քրիստոսին, ով մեզ որդեգրեց մգրտության ավազանում, որ մեզ սնուցում է այս սուրբ սեղանից, ով անկարդելիորեն գապում է մեզ մեկ մարմին և մեզ դարձրել է թագավորության երանելի ժառանգներ։ Հիշենք, թե ով ենք մենք իրականում, Աստծո սիրելի զավակներ, Քրիստոսի անդամներ, նրա սուրբ եկեղեցու կենդանի քարեր, և հավատով ու հույսով հիշենք Պողոս Արաքյալի փերբրալի խոստումը, և մեկը պատմում է, բոլորս միասին ենք ուրախանում։ Թող ամենակար մեր Աստվածը պահպանի և պաշտպանի հայ ժողովրդին, թող հաղորդություն, հասկանություն և բժշկություն տա հայ առաքելական սուրբ եկեղեցուն, Սուրբ Թադեոսի և Բարտոլոմեոսի օրհնյալ բարեփոխության, այժմ և հավիտյանս